Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, տաղավարում հյուրընկալել է Մարդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին եւ հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 819753221 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով եւ հարցեր տալ Նորայր Նորիկյանին։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Նորիկյան, բնականաբար պետք է սկսենք Գյումրու ընտրություններից ձեր գնահատականը հաշվի առնելով, որ որևէ քաղաքական ուժի փաստորեն հաջողվեց հավաքել 50 գումարած 1% անհրաժեշտ քվեները։ Եվ այսօր կարծես թե Գյումրին արդեն սպասում է միասնություն կուսակցության ներողություն։ Այսօր սպասում է արդեն Մարտուն Գրիգորյանի նոր հայտարարությանը, կմիանա արդյոք Վարդան Ղուկասյանին թե ոչ, որտեղ Վարդան Ղուկասյանը երեք հայտարարեց, որ եթե միանան, ապա այդ ժամանակ արդեն կձևավորվի ընդդիմադիր իշխանությունը։ Ձեր կարծիքը ընդհանրապես հետևել եք իրադարձություններին, ինչպես եք գնահատում։ Ընդ որում ընդդիմությունն ասում է, որ սա Նիկոլ Փաշինյանի պարտությունն է Գյումրիում։ Շնորհակալություն, շատ հարցերում կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցող իրադարձությունները եւ հետևանքները գործող իշխանության պարտությունն են։ Կոնկրետ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները վկայեցին այն հանգամանքի մասին, որ քաղաքական դաշտը պարզապես զավթված է գործող իշխանության եւ նախորդ իշխանությունների կարկառու ներկայացուցիչներ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից եւ իսկապես ստեղծվել է մի իրադրություն, երբ փաստորեն կես լուրջ կես կատակ Սերժ Սարգսյանը որոշելու թե ով կընտրվի Գյումրու քաղաքապետ կամ ով չի ընտրվի, որովհետեւ ձեր կողմից մատնանշված անձը Մարտուն Գրիգորյանը նախ ձևական առումով էլ լեգալ առումով էլ հանդիսանում է պատիվ ունեմ դաշինքի падգամավոր, որի հիմնադիրներից է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսինքն այլ կերպ ասած, Հանրապետական կուսակցության առաջնորդի ձայնը վճռորոշ է լինելու այսօր կամ տեսանելի ապագայում Գյումրու ավագանու Անդրանիկ նիստում համայնքի ղեկավարի ընտրության հարցում։ Այս մասին թող մտածի Նիկոլ Փաշինյանը, թե ինչպիսի քաղաքականության վարման արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ նախկին իշխանությունները եւ նրանց առաջնորդները շարունակում են մնալ քաղաքական գործոն եւ որոշումներ են կայացնում, շատ պարզ հարց կարող է առաջանալ, եթե այդ մարդիկ կենսունակ են, եթե այդ մարդիկ շարունակում են քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ, եթե այդ մարդիկ դուք անվանում եք դիակներ, բայց այդ մարդիկ առանց այդ մարդկանց փաստորեն հնարավոր չի քաղաքական ընտրություն անցկացնել, ավելին ձևավորել համայնքային իշխանությունից վաղնել այդ մարդիկ սպառնալու են ձեր ամբողջ իշխանությանը եւ սպառնալու են ջարդել ձեր գլուխը, հետաբար հարց է առաջանում, դուք ստեղ Հայաստանում իշխանություն ունեք թե չունեք, դուք ով եք Այդ ղժղժոցը չի պարլամենտում, ղժղժոցով իշխանություն չեն պահում կամ իշխանություն չեն կրում, սա խորքային հետևությունների տեղիք է տվել ինձ, այն առումով, որ նա հասկանանք մեր ժողովուրդը այս իրավիճակը հանդուրժում է թե ոչ, մեր ժողովուրդը շարունակում է պատանդ մնալ Նիկոլի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի Բայց մենք ժողովրդին ինչ ենք առաջարկում։ Մի վարքյան, ախր հենց այդտեղ տիկին Մարի, ես կատեգորիկ համաձայն չեմ, էլի, ասենք Հայաստանը Գուցե քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ։ Ես չէ, ուրիշ բան է։ Մի հատ նայեք այդ մարդկանց ռեսուրսները, մի հատ նայեք այդ մարդկանց քարոզչական հնարավորությունները, մի հատ նայեք այդ մարդկանց նյութական միջոցները, մի հատ նայեք այդ մարդկանց ոչ ֆորմալ ազդեցությունը, տարբեր սոցիալական խավերի նկատմամբ, այսինքն 7 տարի շարունակ դու մարդկանց վախեցրեց կրիմինալի հանցագործների, կոռումպացվածների վերադարձով նրանց օգտագործեց քաղաքական ընտրությունների ժամանակ, զավթած պայես քաղաքական դաշտը, թույլ չտաց, որ նոր քաղաքական ուժերը մեծացնեն իրենց քաղաքական ազդեցությունը, քաղաքական հեղինակությունը, եւ այսօր կանգնացնես ամբողջ հայ հասարակությանը ընտրության առաջ, կամ ինձ ես ընտրում, կամ Քոչարյանին, կամ Սերժին, կամ ինձ ես ընտրում, կամ այդ երկուսից մեկին։ Սա ազնիվ ու արդար չէ, տիկին Մարի։ Հիմա դուք ես տեսնում եմ այդ մեղադրանքը, լավ, ինչ եք դուք առաջարկում, ժողովուրդ ջան, հայ ժողովուրդը փոքր ժողովուրդ է, Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է եւ նոր հեծանիվ չպետք է հայտնագործվի։ Երբեմն ծրագիր պետք է չէ ներկայացնել, պետք է մնալ Հայաստանում ու ապրել։ Դիմագրավել մարտահրավերները լուծել։ Մենակ
Հայաստանում ապրել, Հայաստանի օրենքներով ապրել, դա ամենալավ ծրագիրը կարող է լինել։ Ոչ կեղեկել, ոչ թալանել, ոչ խաբել, պոպուլիզմով չզբաղվել։ Դա ամենալավ ծրագիրը կարող է լինել այս իրավիճակում։ Հիմա 7 տարի մենք ինչ ենք անցել։ Այսինքն մեր ժողովուրդը ինչա փոխվել մեր ժողովրդի կյանքում։ Մեծ հաշվով նույն մարդիկ են, նույն դեմքերն են, նույն 88-ից գալիս են այս մարդիկ, չեն հոգնում, չեն զզվացրել մեր հասարակությանը, մեր ժողովրդին։ Եվ արդյունքում ստեղծվում է հետևյալը. դուք ինչ եք առաջարկում, որ ձեզ չեն ընտրում։ Հələ կներեք, հələ Ռոբերտ Քոչյանի փողերը տվեք մեզ, նրանց հեռուստաընկերությունները տվեք մեզ, նրանց քարոզչական մեդիաները տվեք մեզ։ Տեսնեմ մենք մեզ չեն ընտրելու, մեզ ընտրող չի լինելու, այսինքն դուք ինչ եք ասում, տիկին Մարի, եթե մեր երկրում դու չեք Նկատի ունեմ մենք չունենք։ Ես գիտեմ որ դա ձեր խոսքը չի, Ես դուք հանրության- սադրեցիք, ես Չեմ սանդրում, հանրության կարծիքն եմ ես այստեղ։ Շատ լավ, հանրությունը ինչ է ասում հայ ժողովուրդը, եթե չես սպանել, Արցախը չես կործանել, կոռուպցիայով չես զբաղվել, թալանով չես զբաղվել, ընտրակեղծարարությամբ չես զբաղվել, տարիներ շարունակ սուտ պոպուլիզմով չես զբաղվել, մարդը չես մանիպուլյացիա, ուրեմն դու պետքա վարչապետ չդառնաս, падգամավոր չդառնաս, ձայն պետքա չստանաս։ Այսինքն սա ինչ մտածողություն է, ես չեմ հասկանում։ Այսինքն այդ մարդիկ պետքա Նիկոլը պետք է ընտրվի 7 տարի մանիպուլյացիա, հետո Սերժ Սարգսյանը պետք է վերադառնա մինչև այդ իրանք էին իշխանությունը 10,000 դրամով մարդկանց ձայները գնելով, այսինքն սա ինչ մեսիջ է էլի հասարակության։ Այս երկրում ով պետք է ընտրվի վարչապետ, նախարար, падգամավոր, դատավոր, դատախազ, չգիտեմ, համայնքապետ, մարզպետ, թալանչին, ավազակը, պոպուլիստը, ով պետք է ընտրվի։ Եվ ինչու ժողովուրդը հենց ընտրեց նույնը։ Հիմա մենք պետք է հասկանանք, այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, ժողովրդին կանգնեցել են այդ ընտրության առաջ, եկեք ժողովրդին հանգիստ թողնենք, ժողովրդին չմեղադրենք, ժողովրդին ինչ են արել։ Մի հատ դուք տեսեք, դուք նայեք, ձեր ամեն մի հաղորդումից հետո այդ իմ կողմից նշված ուժերի ֆեյքային ոհմակները ինչպես են հարձակումներ։ Այսինքն այս մարդիկ այս առումով սիամական երկորյակներ են, թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքական դաշտում աճեն, զարգանան, մեծանան, իրենց ազդեցությունը մեծացնեն նոր քաղաքական ուժերը։ Մենք ինչ ենք 3 տարիվա քաղաքական ուժ ենք, այսինքն այս Թոհուբոհի մեջ գազանների մեջ փորձում ենք դիմակայել ու մեր տեղը պահենք։ Այս պայմաններում տիկին Մարի, ես կարծում եմ հետևյալը, գլոբալ փոփոխություններ պետք է ցանկանա ժողովուրդը։ Իսկապես ցանկանում է դուրս գալ այս պատանդարությունից, թե ոչ։ Ժողովուրդը պետք է 2026 թվականին իսկապես իր խոսքը ասի եւ պահանջակ ձևավորի Հայաստանի Հանրապետությունում նոր իշխանություն ու նոր ընդդիմություն ձևավորելու համար։ Հիմա ամփոփելով Գյումրու ընտրությունները, նախ ասեմ ձեզ, խաղը դեռ չի ավարտվել, մանդատները ավականու անդամների կողմից ստանալուց հետո նոր կսկսվի, ենթադրում եմ, մարդագողության process-ը, որտեղ ՔՊ-ին 3 ձայն է պակասում քաղաքապետ ընտրելու համար եւ իրենք կփորձեն նախադեպեր ունեն Երևանի ավականու ընտրություններին, Վանաձորի ընտրություններին, Ալավերդու ընտրությունների, համայնքային ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ն ինչ է արել։ ՔՊ-ն գնացել է մարդագողության ճանապարհով, այլ խմբակցություններից մարդկանց գողանալով տարբեր կոմպրոմատների, բռնությունների, տարբեր միջոցների, ոչ օրինական միջոցների գործադրմամբ ձևավորել է ավականի։ Հիմա էլ կտեսնենք թե ինչ քաղաքական իրավիճակ կոնյունկտուրա կձևավորվի, իրենք իրենց հետևությունները կանեն, բայց խաղը չի ավարտվել։ Կտեսնենք հիմա այսօրվա ձեր կողմից նշված անձի կողմից թե ինչ մակարդակի հայտարարություններ արվի, շատ պարզ ասեմ, եթե իրենք 100%-ով են միանան Վարդան Ղուկասյանին, եթե ամբողջ այդ ընդդիմությունը միանա, դեռևս խաղը հնարավոր չի համարել ավարտված, որովհետև Գյումրու ավականու Անդրանիկ Նիստին է ընտրվելու համայնքի ղեկավար, իսկ այնտեղ ձայների բաշխվածությունը այնպիսին է, որ ես չեմ բացառում, որ այս իշխանությունը կգնա ուրեմն իմ կողմից մատնանշված մեթոդներով մարդագողության ճանապարհով իր օգտին ուրեմն քաղաքապետ ընտրելու համար։ Ընդ որում այդ նույն տեխնացուի հայրը եւ որդին Այո, ընդ որում այլ մեթոդներ էլ կարող են լինել, իշխանությունը եւ տարբեր այլ քաղաքական ուժեր կարող են տարբեր կոմբինացիաներ կիրառել, եկեք սպասենք, այս խաղը չի ավարտվել, հիմա process-ի մեջ է, մեր ժողովուրդը թող հետևությունների հանգի թե ինչ ընտրություն է կատարել եւ
մի բան եմ ուզում ասել, ամենայն հարգանքով մեր հասարակությանը չպետք է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գերագնահատել։ Կտեսնեք մեկ 10 օր 20 օր հետո բոլորը կմոռանան, կանցնեն իրենց իրական կյանքին, իրենց խնդիրների լուծմանը, Հայաստանի Հանրապետությունում գլոբալ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է պատրաստվել հերթական խորհրդարանական ընտրություններին, որի ընթացքում այո պետք է դնել շրջադարձային բեկում ենթադրող գործողություններ իրականացնելու նպատակադրմանով հասնել դրան։ Ենթադրենք այդ 4 ուժերը պայմանավորվում են եւ իշխանություն են ձևավորում։ Պարոն Նորիկյան, նրանք բոլորը տարաձայնություններ ունեն։ Այդ տարաձայնությունները ինչպես կարող են համախմբվել եւ իրոք Գյումրին կկարողանան դարձնել այն քաղաքը, որի մասին իրենք երազում են։ Գիտեք, ես շատ եմ սիրում Գյումրին եւ տարվա մեջ մի քանի անգամ գնում եմ, նախ ամոթ է, որ դեռևս Գյումրիում կան տնակներ, կարծեմ վերջերս Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար հենց իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ դեռևս 800 տնակներ կան, իրենց բարերով դոմիկներ կան, ընդ որում սա առաջին հերթին իրենց խայտարակությունն է, 7 տարվա մեջ իրանք կարող էին մաքրել դոմիկները Գյումրի քաղաքից, ավելին բոլոր ժամանակների իշխանությունների խայտարակությունն է, որ 37 տարի անց երկրաշարժից Գյումրիում առկա են դոմիկներ, վթարային շենքեր, ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտություն եւ ամենակարևոր խնդիրը Գյումրիում դա աշխատատեղերի խնդիրը, ինչը բնորոշ է Հայաստանի Հանրապետության մնացած այլ բնակավայրերին, այսինքն միայն դոմիկների վերացումով այնտեղ խնդիրը չի լուծվելու։ Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես նաեւ Գյումրի քաղաքում Շիրակի մարզում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի գործունեություն արդյունավետ կառավարման միջոցով, որը հնարավորություն կտա նոր աշխատատեղերի ստեղծման։ Ի վերջո Գյումրին դա արդյունաբերական քաղաք է եղել, նաև մշակութային արվեստի քաղաք լինելու, սպորտային քաղաք լինելուց զատ, առաջին հերթին դա արդյունաբերական քաղաք է եղել։ Ու հիմա մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե 10 տարի, 20 տարի հետո մենք ինչպիսի Գյումրի ենք ունենալու, ինչպիսի Հայաստան ենք ունենալու, ինչպիսի այլ բնակավայրեր ենք ունենալու։ Այդ առումով ես չեմ տեսնում որևէ այլընտրանքային հայեցակարգ, որը ցույց կտա, թե 10-20 տարի հետո մենք ինչպիսի ուրեմն քաղաք ենք ունենալու։ Կոնկրետ այս իշխանությունը խոստացել էր Գյումրիում կառուցել 4 նավահանգիստ։ Այսինքն դա ինչ էր նշանակում, աշխարհում ընդունված ուրեմն գաղափար է, երբ որ առանց ծովի բեռները տեղափոխվում են, կայանվում են, ամբարվում են, պահեստավորվում են այդտեղ եւ տեղափոխվում են։ 7 տարվա մեջ այս մարդիկ իրենց խոստացածը չեն կատարել ու ի զարմանս ինձ նաև ստանում են այդքան քվե։ Սա լուրջ մտորելու տեղիք է տալիս։ Եկեք սենց ասենք, Գյումրիում ԿՊ-ն երբեք իշխանություն չի ունեցել զուտ, ԿՊ-ական քաղաքապետ չի եղել, իրենք եկան 18 թվականին, այն ժամանակ եթե չեմ սխալվում Սամվել Բալասանյանն էր, վերջինս խելոք աշխատեց ԿՊ-ի հետ, հետո էլի Բալասանյան դաշինքը հաղթեց, իրենք քաղաքապետ առաջադրեցին, աշխարհը փուլ չի գա, որ առանց ԿՊ-ական քաղաքապետի Գյումրին շարունակի ապրել, այլ խնդիր է, թե մենք ժամանակ արդյոք չենք կորցնում, արդյոք 7 տարիներին եթե ԿՊ-ն քաղաքապետ չի ունեցել Գյումրիում, բայց արդյոք այլ ռեսուրսների կիրառման մարզպետերը իրանք են եղել, այլ համայնքների ղեկավարները իրենք են եղել, ի վերջո գործադիր իշխանությունը իրենք են, ազգային ժողովում մեծամասնություն իրենք են, ի վերջո մենք պետք է մի բանում հասնենք հետևության, համայնքի ղեկավարին պետք է ընտրի այդ համայնքի բնակչությունը, համայնքի բնակչության սրտով պետք է լինի, թե ով պետք է ղեկավարի իր համայնքի, իր ավականին, երբեմն այսքան կուսակցականացումը կամ քաղաքականացումը համայնքային խնդիրների լուծումը երբեմն առավել վանող ազդեցություն հետևանքն է ունենում։ Ի վերջո համայնքի ղեկավարի լիազորությունները կոնկրետ սահմանված են տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հստակ է թե ինչ ոլորտում են իրենց գործառույթները սահմանափակվում եւ ավարտվում, որովհետև Գյումրու ավականու ընտրություններին խոսել Եվրոմիությանը անդամակցելու կամ Ռուս-Բելարուս դաշինքին անդամակցելու մասին ուղղակիորեն մի քիչ
Բայց ռուսական ներդրումների մասին բաց խոսում են, չէ՞։ Թեկուզ ռուսական ներդրումների մասին, այստեղ հասկանում եք, որ մեր ժողովրդին հաճոյանալու խնդիր է լուծվել նաև դրանով, որովհետև ակնհայտ է, չէ, որ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կամ Հայաստանի Հանրապետության Եվրամիության հարաբերությունները այնպիսի մակարդակի վրա են, ավելի ներդրումների աճը մեծացնելու համար շատ դեպքերում դա մասնավորի պարզապես տվյալ տարածքում գործունեություն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փոխադարձ եւ շահով է պայմանավորված։ Ես հավաստիացնում եմ, եթե Գյումրում տնտեսական գործունեություն ծավալելու նախադրյալներ լինեն, ոչ մի համայնքի ղեկավար չի կարող ոչ խոչընդոտ հանդիսանալ, ոչ էլ չգիտեմ ինչ վարքագիծ դրսևորել։ Բիզնեսը կգտնի իր տեղը եւ կապահովի համապատասխան շահութաբեր գործունեություն։ Այլ խնդիր է, որ երբեմն մենք տուրք ենք տալիս այդ պոպուլիզմին եւ փորձում ենք լսել, թե այս կամ այն քաղաքականացված սուբյեկտը ինչպիսի դիմագծով է հանդես գալիս հանրությանը։ Ես հույս ունեմ, որ այս ընտրություններով կամ ակնկալում եմ, ցանկանում եմ, որ հաղթի գյումրեցին։ Գյումրու ձայնը թող լսելի լինի, Գյումրու խնդիրները թող լուծվեն։ Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի, թե ով է գյումրեցու կողմից ընտրված քաղաքապետը, համայնքի ղեկավար, թող իրենց, ինչպես իրենք են ասում, իրենց սրտով լինի, իրենց ուզածով լինի, իրենց համով հոտով այդ ցանկությամբ լինի, բայց վիճակ փոխվի, մթնոլորտ փոխվի քաղաքում, կյանքը փոխվի քաղաքում, աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ աշխատեն, մարդիկ փորձեն հեռանալ։ 30 տարի լսում եմ, 30 տարի ուրեմն ավտոկայանի խնդիր չեն կարողացել լուծել։ Դա խայտառակություն չի։ Փողոցների խնդիր չեն կարողացել լուծել։ Այս իշխանությունը ինչ որ անընդհատ թմկահարում է ասֆալտապատման գործընթացը։ Ասում են ծննդատան այդ կառուցման հետ կապված գործերը դեռ չեն կարողանում ավարտել։ Երբ Սարիկ Մինասյանին հարցրեցին, եթե դուք չանցնեք այդ ներդրումը հնարավոր է, դուք հնարավորություն տակ բերել Գյումրի, որպեսզի այդպես ասած դոմիկների հարցը լուծվի։ Եվ ինչ հասկացաք նրա պատասխանից։ Ես եկեք մի բան հասկանանք, Գյումրու համայնքը որպես միավոր չի կարող ունենալ այնպիսի բյուջե հասկանալի պատճառներով, որ կարողանա ինքնուրույն լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։ Առավել եւս հաշվի առնելով, որ Գյումրին մեծությամբ երկրորդ քաղաքն է, այսինքն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կառավարության կողմից տրվող սուբվենցիաների, դոտացիաների միջոցով է նաեւ հնարավոր վերականգնել Գյումրին կամ, չգիտեմ, զարգացնել Գյումրին, ենթակառուցվածքներ, բայց նորից եմ կրկնում, դուք ինչքան ասֆալտ ուզում եք, փռեք։ Եթե դուք աշխատատեղ չեք ստեղծում, եթե մարդկանց համար նոր հավելյալ արժեք ստեղծող միջոցներ չեք ստեղծում, եթե դուք գործարաններ չեք կառուցում, ժողովուրդ, մենակ տուրիզմով երկիր չեք պահելու։ Երկիրը պահվում է արդյունաբերությամբ։ 30 տարի, եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ, մեծամտությամբ չտառապենք, եկեք մի հատ անկեղծ ինքներս մեզ վերլուծենք, ասում եք նոր գաղափար, ինչով եք դուք զարմացնում կամ ցանկանում ներկանալ ժողովրդին։ Եկեք մի հատ ինքներս 30 տարվա հետագծով մի հատ հասկանանք, մենք ինչ ենք ստեղծել որպես ազգային արժեք, մենք ինչ արտադրանք կարող ենք այսօր ներկայացնել աշխարհին։ Մեր Made in Armenian որն է, որ մենք ինչով կարող ենք ներկայանալ։ Ինչպես կարող ենք մեր արտադրությամբ աշխարհին բերել մեր դուռը, մեծ ներդրողներին ինչ անենք, որ գրավենք նրանց, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություններ բացեն, ասենք գիգանտ Toyota-ն կամ, չգիտեմ, ավտոարտադրող այլ հսկա ընկերություններ, ինչպես անենք, որ մեր արտադրանքը դառնա Իրանի շուկայի համար անհրաժեշտ, Ռուսաստանի շուկայի համար, չգիտեմ, հարևան այլ երկրների համար, Արևելյան Եվրոպայի համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այսինքն մենք ինքներս պետք է այս հարցերը մեզ տանք, մենք ինչ որ կարողունակ ուժ, ռեսուրսներ ունենք Հայաստանի Հանրապետությունում նման արտադրություն կազմակերպելու համար։ Հայաստանը ի վերջո ստրատեգիական առումով ինչպիսի երկիր է, տեխնոլոգիական երկիր է, գյուղատնտեսական երկիր է, արդյունաբերական երկիր է, զբոսաշրջային երկիր է, թե ասենք Հայաստանից դուրս գնացած 7-8 միլիոն հայերի համար ամեն տարի իրենց հարազատների տները այցելելու, իրենց ծնողների զոհված, մահացած հարազատների շիրիմներին այցելելու վայր է։ Մի հատ եկեք հասկանանք, մենք ուզում ենք
պետություն ունենալ, թե ոչ, եթե ուզում ենք պետություն ունենալ, այդ պետությունը ապրում է, հենվում է ենթակառուցվածքների վրա, արտադրության վրա, արդյունաբերության վրա, նորագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսության վրա։ Մենակ զբոսաշրջությամբ երկիր չենք կարողանալու պահել։ Իսկ երկիր ասելով ես նկատի ունեմ բանակ, անվտանգային միջավայր, ենթակառուցվածքներ, ջուր, լույս, գազ, չգիտեմ, մնացած ատրիբուտները։ Ի վերջո գիտեք ինչ, այստեղ շատ կարևոր է նաև մի հատ ուրիշ գաղափարի մասին խոսել։ Ուզում եք Հայաստանը դարձեք աշխարհի, չգիտեմ, ամենալավագույն ասֆալտ ունեցող երկիրը։ Եթե մարդը ստեղից հեռանում է, եթե մարդը ստեղ ապագա չի տեսնում, եթե մարդը իր երեխայի հետ կապված ապագան կառուցում է Հայաստանի սահմաններից դուրս, ոչ մի խնդիր չի լուծվելու։ Հիմա ամենակարևոր կոդը, ես ամենայն հարգանքով մեր ժողովրդին, իմ ժողովրդին, ես Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների մտավորականությանը ես դες անկեղծ ասում եմ, քանի չենք մեր ուղեղից չենք անջատել այդ կոդը, որ Հայաստանից չի կարելի հեռանալ, չպետք է հեռանալ ու վերջ։ Իսկ եւ հակառակը պետք է վերադառնալ Հայաստան, մեծ վերադարձի գաղափար եք ասում, ասեմ ամենահաջորդ իշխանության թիվ 1 ռազմավարական գաղափարը դա մեծ վերադարձի գաղափարն է լինելու։ Պետք է մեծ վերադարձի կոնցեպտը բերել։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ հետադարձ կատարելու հեղափոխությունից հետո այդ պայմանը դրեց, հեղափոխությունից հետո հայերին հրավիրեց, ասեց եկեք Հայաստան, լավ է լինելու։ Այստեղ գիտեք իմ հարցը որն է։ Տեսեք, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը փաստորեն ամբողջությամբ չմասնակցեց ընտրություններին։ Ես այդ առավոտյան երեք Facebook-յան իմեջում այդպիսի մի գրառում եմ արել կարճ, որ աստիճանաբար հանգում եմ այն մտքին, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները պետք է դառնան պարտադիր, ընտրություններին մասնակցելը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ընտրությունների օրը դա պետք է համարի սահմանադրական պարտականություն եւ մասնակցի ընտրություններին։ Ավելին ենթադրում եմ, որ նաեւ նման ընտրակարգի պայմաններում պետք է ունենանք բոլորին դեմ եմ հնարավորությունը։ Մի խոսքով կոնկրետ, այսինքն երբ որ մենք բոլորին ներառենք Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին, ներառենք ընտրական գործընթացների մեջ, ենթադրում եմ, որ ամբողջ քաղաքական պայքարի տրամաբանությունն էլ կփոխվի, որովհետեւ հիմա տեսեք ինչ է, մեզ ասում են, որ Գյումրին ունի 110,000 ընտրող։ Հասկանում ենք նաև թվերի արդյունքները տալիս են մեզ հնարավորություն, եթե չեմ սխալվում 40 քանի հազար մարդ է։ 40-ից մի փոքր ավել մարդ է մասնակցել, այսինքն շուրջ 40% է մասնակցել ընտրություններին, ճիշտ է։ Այսինքն 60% ընտրողների չեն մասնակցելի։ Հիմա այս 40%-ից մի հատ նայեք, թե յուրաքանչյուր տեխնացու ինչքան է ստացել, ինչքան ձայն է ստացել։ Ցանկացած տեխնացու, ես թե համակրանքների, հակակրանքների դիտանկյունից չեմ նայում։ Ենթադրենք նույն Վարդան Ղուկասյանի մասով ասեմ, ինքը ստացել է այդ 40% մասնակիցների 20%-ը, ճիշտ է։ Այսինքն ստացվում է հետևյալը, եթե հիպոթետիկ նա դառնա ընտրվի Գյումրու քաղաքապետ, դե դուք հիմա պատկերացրեք ինքը Գյումրու իրական ընտրողների քանի տոկոսի կողմից ստացած ձայների արդյունքում է դառնում։ Պետք է դառնա նաև այն 60%-ի քաղաքապետը, որը չի մասնակցել։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում, հետևաբար, եթե հնարավոր լինի այնպիսի ընտրակարգ սահմանել, որը ընտրողներին հնարավորություն չի տա սեփական պատկերացումներով մասնակցել կամ չմասնակցել, այլ պարտադիր դարձնել ընտրությունները, սա կարող է պատկերացեք այդ 60%-ը գար բոլորին դեմ քվեարկեր։ Այսինքն ելում էր պետք է տես քաղաքապետը, պատկերացեցիք իմ ասածը։ Այդպիսի քաղաքապետ ունի Երևանը եւ այսօր։ Այո, մենք ունենք։ Մեր երևանցիները թող տեսնեն, թե ընդ որում այս Երևանի այս ընտրություններն էլ թող գործող իշխանությունը ինչ գործիքակաց կիրառեց եւ որպիսի պայմաններում ինչ հանգամանքներում ընտրվեց գործող քաղաքապետը Երևանի։ Հարցը հետևյալն էր եւ դուք ասացիք այդ մասին, այստեղ արդեն հանրության վստահությունը բարձրացնելու, տրամադրությունը ստեղծելու, մարդկանց հավատը նորից ներշնչելու անհրաժեշտությունը մենք ունենք։ Եվ մինչև 2026 թվականը, եթե ընտրությունների գնում ենք նորից այդ փոքրականակ հատվածով, ինչպես դուք եք ասում, քաղաքական դաշտում ոչ մի բան նորից չի փոխվի։ Այս առումով մեզ յուրովի դրական առումով ցնցում է անհրաժեշտ լուրջ գլոբալ ցնցում հանրության լայն զանգվածների ներգրավմամբ լուրջ ցնցում է անհրաժեշտ, որպեսզի հանրությունը ի ցույց դրի իր անհամաձայնությունը,
գործող կառավարման փիլիսոփայության նկատմամբ, բարքերի նկատմամբ, ընտրական մշակույթի նկատմամբ, ընտրությունների կազմակերպման որակի նկատմամբ, ընտրություններին մասնակցող քաղաքական սուբյեկտների նկատմամբ։ Ի վերջո բավական է մեր ժողովուրդը պատանդ մնա այս հին ու նոր ներկայուն նախքին այս գզվրտոցին։ Մեր ժողովուրդը ինքը պետք է այդ քաղաքական կամքը, այդ կամային հատկանիշը դրսևորի, ասի այլևս ես չեմ ցանկանում մնալ ձեր պատանդը, ես պետք է որոշեմ, թե ով պետք է լինի իմ հաջորդ իշխանությունը։ Այս տեմպերով ժողովուրդ 1.5 տարին քիչ ժամանակ չի, հնարավոր է բեկում իրականացնել, հնարավոր է իսկապես ստեղծել մի միջավայր, որտեղ ժողովուրդը կգնա ու ոչ կասի։ Եթե շատ պարզ ասեմ հետեւյալը, մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թվականը եւ 18 թվականի իշխանափոխության գործընթացում ասում էր պետք է պայքարել ռոբասերժական համակարգի դեմ։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, սիրելի ժողովուրդ, 7 տարիների կառավարումից հետո ցավոք սրտի մեր կյանքում շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան, ավելին այս 7 տարիները ուղղակիորեն արյան տարիներ են, ձախողումների, տապալումների տարիներ են, հիմա պետք է ուղղակիորեն այդ երկու անվանը ավելացնել, հետեւյալը Նիկոլա Ռոբա սերժական համակարգի դեմ պետք է պայքարել, որպեսզի մենք կարողանանք ձերբազատվել այս իրավիճակից։ Եթե մենք չենք կարողանում դուրս գալ այս իրավիճակից, ես դες հավաստիացնում եմ, եթե ժողովրդին պահենք այս դիլեմայի առաջ, որ կամ ընտրում ես Նիկոլ կամ Քոչարյան կամ Սերժ կամ հակառակը, մենք ունենալու ենք հաջորդ հնգամյակում նույն պատկերը, ինչ պատկերը ունենք 21 թվականից մինչև հիմա։ Հիմա մեր ժողովուրդը պետք է որոշում կայացնի։ Շարունակում է դուր գալիս է իրեն այս իրավիճակը։ Երբ իրեն դուր չի գալիս, օրինակ հարկերի հետ կապված մենք տեսանք, չէ՞, ինչպես են մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Եվ ինչ եղավ։ Առանձին եղավ։ Փոխվեց ինչ-որ բան։ Դրա համար եմ ասում, դրական առումով ցնցում է պետք։ Ժողովուրդը պետք է իրապես ցույց տա իր իշխանությունը։ Ժողովուրդը իսկապես պետք է ցույց տա իր ուժը, ժողովուրդը իսկապես պետք է ցույց տա իր անհամաձայնությունը եւ հաստի նրան, որ իր կայացած որոշումը մտնի լեգալիզացվի, այսինքն օրենքի տեսքի բերվի, իրավական ուժ ունենա։ Հակառակ պարագայում գիտեք, ինչ մի քանի օր հայտել անհամաձայնություն, որից հետո խելոք գնալ տունը, դրանից ընդհանրապես օգտվում է իշխանությունը, որովհետեւ այն իներցիոն քաղաքականություն հիշում եք, մի քանի օր ժողովուրդը կղժղժա, հետո կգնա իր տները։ Ես այ հիշում եմ դեռևս նախորդ տասնամյակներից տարբեր ռանգի իշխանությունների կողմից հրապարակային արտահայտած հայտարարություններից։ Այս իշխանությունն էլ այդ հույսին է մնացել։ Այս իշխանության հույսը միակ ապավենը մնացել է երկու սեգմենտ։ Գործող իշխանության հույսը երկու սեգմենտն է՝ նախկին իշխանությունները եւ հասարակության անտարբերությունը։ Հանեք այդ երկու սեգմենտին, տակը ոչ Նիկոլ կմնա, ոչ էլ ՔՊ կմնա։ Սիրելի բարեկամներ, հետեւաբար Նիկոլը հաղթում է, Նիկոլը մնում է իշխանության, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, Սերժ Սարգսյանի շնորհիվ եւ մեր ժողովրդի հիասթափության ու անտարբերության շնորհիվ։ Հանեք այդ երեքին, տակը ոչ Նիկոլ կմնա, ոչ էլ ՔՊ կմնա, ոչ էլ գործող իշխանություն կմնա։ Մենք զանգ ունենալու դեպքում կպատասխանենք պարոն Նորիկյան, սա Գյումրու հետ կապված եւ փաստորեն բացի այն, որ Գյումրու ընտրությունների մենք անդրադարձանք, թե արդյունքները ինչպիսին են, հետո ինչպես կլինի, ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի падգամավորների վարքագիծը ինչպես է գնահատում, այնտեղ մի քանի միջադեպեր եղան, հանրությունը քննարկեց այդ մասին եւ ըստ որոշակի շշուկների Նիկոլ Փաշինյանի վրա այդ ամենը բավականին շատ ծանր տպավորություն է թողել եւ արդյոք կարող է զայրույթ լինել եւ որոշակի մարդիկ, ես հիշում եմ, որ դեռ 2 տարի առաջ դուք ասում եք, որ քաղաքացիական պայմանագրում շատ մարդիկ դուրս կթռչեն այդ կուսակցությունից եւ Նիկոլ Փաշինյանը չի խնայի նրանց, ովքեր կփորձեն իր իմիջի հետ խաղալ։ Այստեղ Վիլեն Գաբրիելյանը կար մի խոսքով եւ ախր չգիտեմ փոքր մանր բաներ են, բայց լրագրողների հետ այդ հարցազրույցի ժամանակ վիրավորանքները, հայհոյանքները, չէ՞ որ դա իշխող ուժի ներկայացուցիչների մասին ենք մենք խոսում, մարդիկ, որոնք դեմքն են կառավարության։ Եվ կային գրառումներ, որ փաստորեն նրանք են որոշում մեր ճակատագիրը նմանատիպ։ Այդ կրկնում եմ, ես բազմաթիվ անգամներ եմ խոսել այդ մասին այլ համատեքստից, որ քաղաքական պայքարի նշաձողը այն աստիճանի չացվեց, քաղաքական բանավեճի մշակույթը այն աստիճանի իջեցվեց, զրոյացվեց, բայց ես ամեն ինչի մասին թող Նիկոլ Փաշինյանը մտածի։ Սա իր դեմքն է, սա Վիլեն Գաբրիելյանի դեմքը չէ։ Ես հիմա գիտեք ինչ,
չեմ ուզում անձնավորված որևէ ինչ-որ հետևությունների հանգել, բայց ես չէի ուզենա, որ իմ ազգային ժողովի падգամավորը նման իրավիճակում հայտնվեր, իմ ազգային ժողովի, իմ օրենսդիր իշխանության ներկայացուցիչը այդպիսի լիներ։ Ես 2-3 տարի առաջ եմ եղել, ասել եմ մեր ժողովուրդը Ալեն Սիմոնյանին տարել նստացրել է Կարեն Դեմիրճյանի աթոռին։ Շատ ինչ-որ անհավանական համեմատություն եք անում։ Փաստ եմ արձանագրում, ես համեմատություն չեմ անում։ Հիմա Վիլեն Գաբրելյանին էլ տարել դարձրել է օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, ասել է Վիլեն ջան, օրենք գրի, որ մենք քո գրած օրենքներով ապրենք, մեր համակեցության կանոնները կարգավորենք։ Մեր հասարակությունը, ես չեմ ուզում այդ տղային մեղադրեմ, իսեր աստծո կարող է իսկապես գինով ցած ա եղել, ես չգիտեմ, բոլորը կարող են գինով ցած լինել, բայց ինձ համար անկեղծ եմ ասում, սա հիասթափեցնող է, սա վիրավորական է, ես իմ ազգի պատմությանը քիչ թե շատ ծանոթ լինելով 2026-ին մենք չենք լինելու իշխանության։ Ինչ-որ մարգարե չի, որ գուշակել է, ինչի համար պետք է լինեն իրենք իշխանության, այսինքն, չգիտեմ, ինչի համար պետք է լինեն, շարունակեն, այդ որ առավելության, որ արձանագրված հաջողության համար հասկանում եք, եկեք չկենտրոնանանք այդ անձի վրա, անձի վրա չեն կենտրոնան, բայց Նիկոլ Փաշինյանը սա Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմքն է, եւ այդ հետևությունները թողանի Նիկոլ Փաշինյանը, երբ թե ինքը ազգային ժողովում ղժղժում է, մտնում է հիստերիայի մեջ, դա նորմալ ինքը պետք է համարի, որ Վիլեն Գաբրելյանն էլ պետք է Գյումրիում այդպես իրենց բարերով ասեմ դեբոշ սարքի, դա նորմալ է իրենց դեպքում։ Այլ հարց է, որ մենք ուզում ենք այս իրավիճակը, թե ոչ, սա հանրության նկատմամբ հարգանքի, թե անարգանքի դրսևորում է, սա հայ ժողովրդին հարգելու, թե չհարգելու վարքագիծ է, ես գտնում եմ հետևյալը, այստեղ ես ոչ Նիկոլին եմ մեղադրում, ոչ Վիլենին եմ մեղադրում, ես ասում եմ հայ ժողովուրդ, քո համբերության բաժակը ծակ է, ինչքան դու պետք է հանդուրժես այս իրավիճակը։ Ես դրա համար եմ ասում, այս ժողովուրդը այլևս չպետք է հանդուրժի, հետևություններ պետք է անի եւ այո, ընտրական քվեով ինքը պետք է պարզապես վերջ տա այս աստիճանաբար սողացող սանձարձակությանը։ Չի կարելի ու վերջ։ Մենք պետք է ունենանք չափանիշ, թե ով ինչպիսին պետք է լինի ազգային ժողովի падգամավորը, ինչպիսին պետք է լինի վարչապետը, ինչպիսին պետք է լինի նախարարը, ինչպիսին պետք է լինի մարզպետը, չի կարելի ուղղակի նման չափանիշների բացակայության դեպքում, այո, մենք կշարունակենք տեսնել, որ Նիկոլը ինչպես է ազգային ժողովի ամբիոնում ընկնում բառից բուն իմաստով հիստերիայի մեջ, ազգային ժողովի падգամավորը ինչպես է իրեն դրսևորում հանրային վայրերում, ազգային ժողովի նախագահը ինչպես է թքում քաղաքացու վրա, ազգային ժողովի նախագահ կամ մնացած որոշ այլ падգամավորներ ինչպես են վարվում լրագրողների հետ։ Ի վերջո, գիտեք ինչ, ես ձեզ էլ որպես լրատվական գործունեություն իրականացնող լրագրող պրոֆեսիոնալ, ես ձեզ էլ եմ համարում յուրովի 4-րդ իշխանություն, դուք ինքներդ էլ կարող եք վարքագծի կանոններ թելադրեք, այ ասենք կարելի է բոյկոտել այս կամ այն պաշտոնյային, ընդհանրապես դա բոլոր լրատվամիջոցների մասին է խոսքում, ասենք դուք ձեր վարքագծով արժե համակարգով դուք չեք վաստակել մեր միջոցով հանրությանը ներկայանալու պատիվը, որտեղ հանրությանը պետք է ներկայանալ բարեկիրթ, խելացի, հավասարակշռված, շրջահայաց, չի կարելի հանրությանը նման կերպ ներկայանալ տիկին Մարի, եւ այստեղ լրատվամիջոցների դերը ես չափից դուրս գնահատում եմ, կարևորում եմ, այսքանը։ Պարոն Նորիկյան, մեր անցնենք սահմանային իրավիճակում, Սյունիքում կրակոցներ են, ինչպես եք բացատրում այդ ամենը ձեր մեկնաբանությունը եւ փաստորեն Գերմանիայի նախագահը Հայաստանում է, պետք է նորից եւ պետք է գնա Բաքու, ինչ մեսիջով է եկել եւ երկու կողմերին հավասարաչափ կոչ են անում այդ խաղաղության պայմանագիր ասվածը կնքել։ Որ եվրոպական երկրների ակտիվությունը ինձ համար ողջունել է, դա փաստ է։ Ավելին վերջին տարիներին գերմանական ուղղությունը բավականին ակտիվացել է մեր երկրի, մեր տարածաշրջանի նկատմամբ, ինչը ողջունելի է, եթե մենք նույնիսկ պահպանենք Գերմանիայի նման գերզարգացած հզոր տնտեսություն ունեցող երկրի հետ հարաբերությունները կարողանանք նրանցից սովորել, կարողանանք նրանց ենթակառուցվածքներին ծանոթանալ, արտադրական հզորություններին ծանոթանալ, փոխշահվետ գործակցության էլեմենտներ
ուրեմն հաստատել, ես միայն ու միայն կծափահարեմ, անկախ դառնես քաղաքական դաշտում ինչպիսի կոնյունկտուր է եւ ինչպիսի քաղաքական հաշվեկշիռ է։ Վերադառնանք Ալիևին։ Ժողովուրդ ջան, Ալիևը կրակելու է, ես չեմ վախեցնում ձեզ։ Ալիևը կրակելու է այնքան, քանի մենք վախվորած քաղաքականություն ենք վարում իր նկատմամբ, քանի որ մենք այս իշխանության բառերով ասած մեզ մոտ կզած վիճակ է։ Ալիևի պետք է խոսել արժանապատվության դիրքերից։ Ալիևը կկրակի այնքան, քանի դեռ մենք ամենից զիջելու քաղաքականություն ենք վարում։ Ալիևը կկրակի այնքան, քանի մենք ղեկավարվում ենք ինչքան ուզես այդքան կտանք փիլիսոփայությամբ։ Այսինքն ես ուզում եմ ասել եմ մի քանի անգամ, հիմա նորից ուզում եմ կրկնել, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը ընդամենը խաղաղության գաղափարը, օրակարգը վաճառում է ձեզ։ Խաղաղության օրակարգը տապալված օրակարգ է։ Այո, ես շատ ուզում եմ, որ խաղաղություն լինի տարածաշրջանում, բայց այդպիսի խաղաղության հաստատման համար ուրիշ մթնոլորտ է անհրաժեշտ։ Եթե մի երկիր գալիս է քո տան վրա, եթե քեզանից պահանջում է տարածք, եթե դուրս չի գալիս քո զավթած տարածքներից, եթե դատում է քո քաղաքացիներին, եթե ասում է, որ 300,000 ադրբեջանցի պետքա գա ապրի Հայաստանում, եթե քո երկիրը անվանում է Արևմտյան Հայաստան, Ադրբեջան, Մեզ անվանում է եթե ֆաշիստներ, պահանջում է քո սահմանադրությունը փոխել, եթե քեզ անվանում է ֆաշիստներ, վայրագներ, չգիտեմ, ամենալեկտի սանձարձակ տերմիններով վիրավորում է քո ազգային արժանապատվությունը։ Ինչ խաղաղության մասին եք դուք խոսում։ Հա, Նիկոլ Փաշինյանն է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատողը։ Ժողովուրդ, սթափվեք, լրջացեք։ Հնարավոր չի եւ կրակելու է, քանի մենք կրկնում եմ, այս փիլիսոփայությունն ենք վարում։ Ալիևին պետք է ատամ ցույց տալ։ Երևի ձեր հաղորդումներում քանի անգամ ես այս նույն բաներն եմ ասել։ Ատամ ցույց տալ չի նշանակում պատերազմ հայտարարել, բայց կարելի է արժանապատվորեն խոսել նրա հետ։ Կարելի է Հայաստանի ռազմավարական շահերի դիրքերից խոսել։ Կարելի է այս 7 տարիների ընթացքում ստեղծել ուժեղ մարտունակ բանակ։ Կարելի է այս 7 տարիների ընթացքում հնարավորինս վերականգնել խախտված ռազմական հավասարակշռությունը։ Կարելի է այս 7 տարիների ընթացքում ստեղծել այնպիսի միջավայր, այնպիսի բարեկամների ցանկ կամ ցանց, որը հնարավորություն չէր տա Ադրբեջանին այսպիսի լեկտի սանձարձակ վարկագիծ դրսևորել։ Ի վերջո կարող եք ցույց տալ ես այդ մասին խոսել եմ, բայց հիմա էլ եմ ասում 17 կետին համաձայնեցեցի խաղաղության համաձայնագրի։ Հիմա դե բարի եղեք, նախ հրապարակեք այդ տեքստը, երկրորդն էլ մի հատ ես անկեղծորեն ուզում եմ իմանալ այդ 17 կետերի հեղինակները ովքեր են, որ կետերն եք դուք առաջարկել, որ կետերն է Ադրբեջանը առաջարկել, որ կետերի հետ դուք համաձայն չեք եղել, որ կետերն եք խմբագրել, սրբագրել, դուք առաջարկել։ Ի վերջո վերջի երկու կետերը, եթե դուք համաձայն չեք, ինչ եղավ, ինչ փոխվեց, Ադրբեջանի մտքում ինչ տեղի ունեցավ, որ դուք համաձայնեցիք այդ երկու կետերին։ Հիմա հարց է առաջանում, ինչու նախապես համաձայն չէիք եւ ինչու եք հիմա համաձայն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իհարկե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետեւյալն է, Տիկին Մարի։ Պատերազմ չլինի, մենք կամած տանք Ադրբեջանի ուզածը։ Եղբայր, այդպես չի լինում։ Այդպես չի կարող լինել, Ադրբեջանը գալու է քո հետևից, նա իմ թվարկված պահանջները ուզելու է եւ քո վարած քաղաքականության շնորհիվ արդյունքում էլ ստանալու է, եթե դուք մնաք։ Հետեւաբար, Ադրբեջանի նպատակը, եթե քո պատկերացած խաղաղությունը չէ, իր պատկերացած խաղաղությունը, եթե քո պատկերացած խաղաղությունը դու բերես, Նիկոլ, հնարավոր է դու բերես այդ խաղաղությունը։ Ես անկեղծ եմ ասում, եթե քո ուզած խաղաղությունը լինի, Հայաստան չի լինի։ Նույնիսկ եթե դու հաստատես խաղաղություն, այդ պայմաններում Հայաստան չի լինի։ Չենք հասկանում։ Պարոն Նորիկյան, կարծում եմ ժողովուրդը այդ մտորումները իրենք էլ են անում, հասկացողները հասկանում են, ոմանք հասկանալով չեն դիմանում, մի խոսքով իրավիճակը բավականին բարդ է։ Քանի որ խոսեցինք նաև բանակի մասին, մենք անոնսը երբ որ տվել ենք, որ դուք եք լինելու մեր հյուրը, մեր հեռուստադիտողներին հետաքրքիր է նաև մեր զինվորների 15 տղաների ճակատագրի հետ կապված այդ դատավարության գործընթացը։ Ես ասեմ դες այդ գործով բավականին շատ շահարկումներ են լինում,
Վերջի մի քանի ամիսների ընթացքում մեղադրյալներից մեկի Եղիշե Հակոբյանի շուրջ ինչ որ արհեստական աղմուկ է բարձրացվել, այդ տղային ինչ որ սոցիալական տարբեր ցանցերով հերոսացնելու, անմեղ դարձնելու գործընթաց է մեկնարկել։ Ես կարծում եմ դա ազնիվ չէ նաև այդ 15 զոհված զինծառայողների հիշատակի առաջ, նաև այն ծնողների առաջ, ովքեր այսօր բողոքում են անարդարությունից։ Դատավարությունը այս պահին ընթանում է, այնպես է ձևավորվել, որ յուրաքանչյուր ամիս երկուական դատական նիստեր են լինում։ Վերջի դատական նիստում ինձ համար անհասկանալի պատճառաբանությամբ հենց մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ուրեմն առարկեց տեսաձայնագրման հնարավորության առաջարկին եւ փաստորեն դատական նիստը չտեսաձայնագրվեց ու չհեռարձակվեց։ Ես ցանկանում եմ մեր հանրությանը Մի բան, որ իրեն ավելի անհրաժեշտ եւ Ես այդ մասին խոսել եմ, ինձ համար լրիվ այլ ասոցիացիաներ են, բայց ես ուզում եմ մի բան ասել, Ժողովուրդ ջան, մենք ինչ ասել ենք այս գործով, ամբողջովին վերահաստատում ենք։ Ես չգիտեմ քանի անգամ տիկին Մարի դուք հիշեցեք երևի բոլոր մամուլի ասուլիսները ձեզ հետ են տեղի ունեցել, ըստ էության ձեր հերոստանգերության կողմից տրամադրված հնարավորության շրջանակներում ենք արել, ամբողջությամբ վերահաստատում ենք այն ինչ ասել ենք։ Մենք ասում ենք այս քրեական գործով իրականացվել է փնթի նախաքննություն, որ ծնողները չեն հավատում այն վարկածին, որը դրված է շրջանառության մեջ։ Եվ եթե այսօր Եղիշե Հակոբյանը կամ իրենց պաշտպանները կամ մնացած մեղադրյալները ինչ-որ բան են ուզում ասել կամ ինչ-որ բան գիտեն, որ ուզում են ասել, որևէ մեկը չի բռնել իրենց ձեռքին, թող դուրս գան ժողովրդին ասեն ճշմարտությանը։ Եթե Եղիշե Հակոբյանը ասում է, որ ինքը անմեղ է կամ իր հարազատները, իր բարեկամները այս TikTok-յան արդարադատություն են իրականացնում, ու գիտեք ինչ, իջել ենք հասել ենք այն մակարդակին, ես հազարավոր դեպքեր եմ նկատել, բայց ես իր աչքերին նայում եմ, իր աչքերից երևում է, որ անմեղ է։ Ժողովուրդ ջան, այդպիսի արդարադատություն չի իրականացվում։ Եկեք հարգենք անմեղության կանխավարկածը, բայց միաժամանակ ընդգծենք։ Եղիշե Հակոբյանը մի քանի անգամ նախաքննության ընթացքում էլ, հետո դատաքննության ընթացքում էլ օգտվելով մեղադրյալի իր դատավարական իրավունքից ցուցմունք են տվել, որ ինքն է այրել վառարանը, ինքն է մեղավոր իրեն համարում։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Ես դրանք բավարար չեմ համարում։ Դեռևս նրա մեղքը պետք է ապացուցվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, բայց եթե ինքը այլ իրողությունները ցանկանում ասել, որևէ մեկը չի խանգարում, չի կաշկանդում, որ ինքը դուրս գա հրապարակավ եւ ասի ճշմարտությունը, եթե այլ ճշմարտություն կա։ Ես ինքս իր ցանկությամբ դատական նիստերից մեկում ինքը ցանկացավ, որ ես կոնֆիդենցիալ հանդիպում ունենամ իր պաշտպանի ներկայությամբ։ Ես ինքս շուրջ 2.5 ժամ հանդիպում եմ ունեցել Եղիշե Հակոբյանի հետ։ Ես ամենայն հարգանքով ասում եմ մեր հասարակությանը, կգա ժամանակը, այո, Եղիշե Հակոբյանը ինձ փոխանցել է շուրջ 4 թե 5 էջանոց, A4 ֆորմատի էջանոց իր ձեռագրով գրված ինչ որ հանգամանքների մասին։ Ընդ որում բացեմ փակագիծը, այդ փաստաթղթի բնօրինակը տրվել է իր պաշտպանին, պատճենը տրվել է ինձ։ Այդ պատճեն ես ունեմ։ Այդտեղ կան որոշ հանգամանքների մասին Եղիշե Հակոբյանի կողմից տրված տեղեկությունները։ Կգա ժամանակը, հենց բաց բոլորիդ աչքի առաջ բաց դատավարության ժամանակ այդ հանգամանքների մասին ես կետ առ կետ կհրապարակեմ։ Կսպասենք պարոն Նորիկյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, շնորհակալություն եմ հայտնում։ Մեր տաղավարում հյուրընկալելու համար զարգացումները այնքան արագ են ընթանում, որ մենք առիթ կունենանք նորից հանդիպելու։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։